Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, այսօր խոսելու եմ շատ կարևոր բանի մասին, որը մեր համար անհրաժեշտ է ամբողջ մեր ազգությանը, ամբողջ աշխարհի վրա ապրող։ Տեսեք, 1 տարի առաջ, երբ որ ձեզ ասում էի, գալու է ժամանակը, պահպանողականները գալու են եւ գնալու են արդեն նորմալ ճանապարհով, չէիք հավատում։ Հիմա տեսեք, հարգելի հայրենակիցներ, ձեզ օրինակ եմ բերում։ Վերևում գտնվում են ամբողջ այսօրվա կառավարության պահպանողականները։ Ներքևում գտնվում են ամբողջ կլոունները, որոնք տանում են կործանման այս աշխարհը։ Տեսեք, ինչի համար եմ սա ասում, որ դուք հասկանաք։ Տեսեք, Ուկրաինան կործանվում է, Գերմանիան կործանվում է, Ֆրանսիան կործանվում է։ Տեսեք, ես որ անցած անգամ խոսում էի Տրամպի մասին, ասում էի, չէ, որ նա գալու է, պահպանողական է եւ ընտանիքների պահպանության համար օրենքներ հանելու։ Այսօր Տրամպը ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ պետք է լինեն ընտանեկան արժեքներ։ Դաժե նա արգելեց գեյ բառը օգտագործել։ Ամբողջ համակարգերից հանեց գեյերին ու լեսբիյանքերին, որովհետև դա Աստծո տված պարգևը չէ մարդկանց։ Մարդկանց Աստծո տված պարգևն այն է, որը մենք պահել ենք հազարամյակներ։ Ինչի համար եմ սա ասում, հարգելի քաղաքացիներ, որովհետև մեր երկրում մենք գնում ենք կործանման ճանապարհով։ Մենք քահանաներին ենք բռնում, մենք եպիսկոպոսներին ենք բռնում, մենք բռնում ենք այն մարդկանց, ովքեր արժեք են իրենցից ներկայացնում, հակում ենք ճանապարհը Ռուսաստան, Ֆրանսիայից, Ամերիկայից այն մարդկանց, ովքեր իրենց ձայնն են բարձրացնում, որ խոսեն ճիշտ։ Եթե դուք ժամանակին որպես ժուրնալիստ ասում եք, որ մենք իրավունք ունենք մեր կարծիքը արտահայտենք, եթե մեր կարծիքի համար դուք փակում եք մեր երկիրը, մեր վրա շինծու գործեր եք ներկայացնում, մի բառի համար Սամվել Կարապետյանին նստացել եք, մի բառի համար, այսօր արքեպիսկոպոսներ եք նստացրել, սարքել եք այսպիսի երկիր, նայեք, տեսեք հարգելի հայրենակիցներ, ինչ եմ ցույց տալի, եւ սա մի օրինակ է, եւ այսպիսի օրինակներ կարամ հարյուրավոր ցույց տամ, որ այսօր դուք տեսնելու եք, տեսեք։ Ուղղակի փողոցային նարկոշին ճանաչեք, իմ համար հանգիստ օրը ցերեկով քայլում եմ հրապարակի մեջտեղը, ուսիսս քաշում, ասում արի քեզ տեղ տանեմ։ Ու ոչ միայն ինձ, իմ հետևից եւս մի աղջկա, որ զզվելի կեղտոտ տականք, ասում թե նկարեմ, ասում եմ նկարի, որ շուշուտ գան։ Հասկացաք ինչի մասին եմ խոսում։ Այսինքն, ինչ որ ասում էի, բոլորը իրականանում է։ Ալիգարխների տները մտան, որ ասում էի բաժարը հասելա ձեզ։ Բոլորի հիմա ով գիտի ում քուրներս փողոցում քայլում կամ ում կիններ։ Դուք պատկերացնում եք անպատժելիությունը եւ անառակությունը բերեց հասցրեց նրան, որ մեր երկրում այսպիսի տղաները առանց հարցնելու դու ում քուրն ես, ում կինն ես, կարան ասեն արի քեզ տանեմ։ Այսինքն դուք բերեցիք հասցրիք նրան, որ մեր երկրում տիրում է պոռնկություն եւ ազգին ինչա պետք, գիտեք, հռոմեական 5 կայսերներից մեկը ինչ ասեց։ Այսօր մեր կառավարությունը գնում է այդ կայսերի ասած ճանապարհով։ Երկրին տվեք շոու հաց եւ նրանց ոչ մի բան պետք չի եւ պոռնկություն։ Այսինքն այն մարդիկ, ովքեր համաձայն են այս պոռնկության հետ, նրանք էլ են պատժվելու։ Ինչի համար, որովհետեւ հասկացեք, սա տանում է դեպի գերեզման, տանում է դեպի քյասիբություն, տանում է դեպի կործանում։ Ինչի, որովհետեւ ամբողջ աշխարհի վրա եղել է մի օրենք, Աստծո ստեղծված օրենքը՝ ընտանիք, հարազատություն, ընկերություն, հարգանք մեկը մյուսի նկատմամբ, դուք տոտալ վերացրեցիք աշխարհի վրայից, հայրենիքի մեր մեջից այս ամեն ինչը։ Բայց իմացեք, այս պահպանողականները, որ եկել են, որ բուժեն երկրագունդը։ Չի կարա աշխարհի ամենամեծ երկրների այս բոլոր պրեզիդենտները պահպանողական լինեն, Հայաստանում ոչ պահպանողական լինեն եւ գնան այդ ճանապարհով։ Եվ ձեզ մնացել է շատ քիչ, մնացել է ձեր պոռնկությանը շատ քիչ, եւ հավատացեք ինձ, Աստծո պատիժը միշտ ասել եմ, դաժան է եւ արդար, պատրաստվեք Աստծո պատիժին։ Մնաք բարով։